Երկրպագության համար կրակ է պետք։ Եթե դու մեջ կրակ չկա, ու երկրպագությունը իրական երկրպագություն չէ։ Սրանք կադրեր են օրեր առաջ համացանցում հայտնված Գյումրիում կազմակերպվող աղանդավորական հերթական հավաքներից։ Համացանցում հայտնվելուց անմիջապես հետո տեսանյութի հերոսը պարզաբանման մեջ իրեն ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ կոչելով հավաստիացրեց, որ իր ասածն ու արածը հակաաստվածաշնչյան չեն, եւ ինչ ասել է, եղել է Աստվածաշնչի շրջանակներում։ Կրակ Հիսուսյանից։ Այն որ հրում գցում է մարդկանց Աստվածաշնչի շրջանակներում է։ Այն որ ասում է կրակ Հիսուսի անունից Աստվածաշնչի շրջանակներում է։ Ով է գտել Աստվածաշնչի շրջանակներում նման դեպք իրադարձություն, ինքը գտել է նման բան։ Ուրեմն ամեն մի հիմար, եթե մի բան է ասում եւ ուզում է փորձել դա հաստատել Աստվածաշնչով, պարզամիտները չպետք է հավատան։ Փորձում է Աստվածաշնչով հաստատել իր խեղկադագությունը։ Բոլոր նմաններն էլ փորձում են Աստվածաշնչով հաստատել։ Բայց Աստվածաշնչի հիմնական պահաբանը դա հայ առաքելական եկեղեցին է հայ իրականության մեջ։ Շիակի մարզի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը համոզված է, աղանդավորական կազմակերպություններն այնքան էլ հզոր չեն եւ դեռ ավելին, դրանցից ահաբեկվելու կարիք չկա։ Մի քանի տարի առաջ դրանց թիվն ավելի շատ էր, քան այսօր, նշում է Սրբազանը։ 67-ը դեռ ոչինչ չի նշանակում։ Այն, որ իրենք տրողված են 67 մասի, դա չի նշանակում, որ մեծ թիվ են կազմում, որովհետեւ ամեն մի 67-ի տակ 20 հոգի, 25 հոգի, 30 հոգի այնպես որ մեծ թիվ չեն կազմում։ Իսկ այն թվերը, որ ասվում է, որ մոտ 200,000 աղանդավոր կա Հայաստանում, դրանք ոչ թե աղանդավորներ են իբնեիցնի, այլ աղանդավորության հոսանքին հարած, ժամանակավորապես հարած, ժամանակավորապես այդ աղանդավորական հոսանքներով հրապուրված մարդիկ են։ Նմանատիպ կազմակերպությունների հետևից գնացող անձին Սրբազանը համեմատում է հարազատ մորից հրաժարված զավակի հետ։ Առաջնորդի համոզմամբ աղանդավորների դեմ պետք չէ մշակել պայքարի հատուկ ռազմավարություն, դրանք իրենք են նպաստում իրենց ոչնչացմանը։ Մեր պայքարը լուսավորությունն է։ Եվ մենք շարունակում ենք անձանձրույթ կերպով լուսավորել մեր ժողովրդին, որպեսզի մեր ժողովուրդը լուսավորվի եւ այդ հոգեվոր բորբոսից հեռու մնա։ Սա է մեր պայքարն է, մեր պայքարի ձևը սա է։ Գյումրի պրեսեյեմ